Եվ այսպես թուրք արևմտյան ուժերը մերժվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք դեռ երկար ժամանակ քննարկելու ենք Փարաքյարում եւ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները, դրանց հետևանքները թե ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, վերջին 2 օրերի խոսուն լռությունը լավագույն ապացույցն է նրան, որ քննարկելու շատ բան ունենք, բայց ընտրությունները, ինչպես արդեն 3 խոսում էինք, իրենք ունեն նաեւ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Ինչ հետևանքների մասին է խոսքը։ Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2 բնակավայրում, Փարաքյարում եւ Գյումրիում հասարակության գրեթե 60%-ը մի վայրում, իսկ մեկ այլ տեղում ավելի քան 60%-ը մերժել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, մերժել են Նիկոլ Փաշինյանին, ուստի մերժել են նաև իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը։ Տեսեք, սա առաջին ընտրություններն էին Հայաստանի Հանրապետությունում, որոնք տեղի ունեցան մարտի 13-ի իրադարձություններից հետո։ Այն բանից հետո, երբ Երևանը եւ Բաքուն հայտարարեցին, որ իրենք համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի կետերը։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները տարբեր հարցազրույցներում անդադար փորձում են ասել հետեւյալը, որ թիվ 1 խնդիրը Հայաստանի դա անվտանգությունն է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է բերել այսպես կոչված խաղաղության պայմանագիր, ապա իշխանությունների տրամաբանությամբ եւ հասարակությանը հուզող խնդիրների տրամաբանությունից նաեւ ելնելով, հասարակությունը պետք է աջակցեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Նիկոլ Փաշինյանին, անկախ նրանից, թե իրենք ինչ տեխնացու են առաջադրել այս կամ այն համայնքում, որովհետեւ իրենք բերել են ամենակարևորը խաղաղությունը, բայց հասարակության համար խորթ է այն օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է հրամցնել, խորթ է ոչ թե այն առումով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ուզում է պատերազմ, այն էլ հենց հիմա, այլ հասարակությունը հասկանում է մի պարզ բան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը որպես այդ կուսակցության ղեկավար, իրենք չունեն անհրաժեշտ հմտություններ, որպեսզի կյանքի կոչեն խաղաղության, կյանքի կոչեն նույնիսկ այդ խաղաղության պայմանագրում պրոադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրված կետերը, որոնք այս կամ այն լույսի ներքո իշխանությունները փորձում են ներկայացնել որպես պրոհայկական կետեր, չեն վստահում, հետևաբար իրենք չեն քվեարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ բերված տեխնացուների օգտին։ Երկրորդը, եւս մի շատ կարևոր հանգամանք կար Գյումրիի ընտրությունների համատեքստում։ Այս ծիսական պարերը, որոնք հիմա տեղի են ունենում Գյումրիում, սրան պետք չէ շատ լուրջ վերաբերվել, այսինքն պետք չէ շատ մեծ ուշադրություն դարձնել, ու պետք է ուշադրություն դարձնել նաև այլ հանգամանքների վրա։ Տեսեք, շատ բաներ հուշում են, որ իշխանությունները կցանկանային ունենալ հետևյալ պատկերը, որ Սարիկ Մինասյանը հավաքեր որոշակի քանակի քվեներ, բայց իրենց կոալիցիոն գործընկերներից Եվրաքվեի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը նա եւս ունենար հնարավորություն հաղթահարել անցողիկ շեմը եւ ակնհայտ է, որ իրենք պետք է միավորվեին եւ պետք է փորձեին միասնական իշխանություն ձևավորել Գյումրիում, միասնական իշխանություն ձևավորելուց հետո իրենք զբաղվելու էին 102-րդ ռազմաբազայի խնդրով։ Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Լևոն Բարսեղյանը առանձնահատուկ անդրադառնում էր 102-րդ ռազմաբազայի խնդրին։ Նշում էր հետևյալը, որ ռուսական կողմը պետք է հարկ վճարի այն բանի դիմաց, որ իրենք Գյումրիում ունեն 102-րդ ռազմաբազան, սա հստակ քայլերից մեկն էր, որի հաջորդ արարը պետք է լիներ այն, որ մարդիկ պարզապես պետք է բարձրացնեին ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու հարցը։ Երրորդ կարևոր կոմպոնենտը հետևյալն է։ Տեսեք, մի կողմից մենք ունենք քաղաքական ուժ, որը կարող է դաշինք կազմել իշխանությունների հետ եւ բարձրացնել 102-րդ ռազմաբազայի դուրս բերման հարցը, իսկ մյուս կողմից մենք ունենք անցողիկ շեմը հաղթահարած երկու ուժ, խոսքը Վարդան Ղուկասյանի կողմից առաջնորդած կոմունիստական կուսակցության մասին է եւ Մայր Հայաստան դաշինքի մասին է, ում առաջին համարն էր Կարեն Սիմոնյանը, որոնք ոչ միայն
դրական գնահատականներ էին տալիս 102-րդ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ, նշվում էր, որ դա կարևոր անվտանգային հենարաններից մեկն է ոչ միայն Գյումրիի համար, այլ նաև Հայաստանի համար, այլ նաև կար հետևյալը, նույն Մայր Հայաստան դաշինքը ինքը առաջ էր քաշել մի ծրագիր, ազատ տնտեսական գոտու ծրագիր, որի այդ ծրագրի տակ ստորագրել է ավելի քան 7000 քաղաքացի, 7000 գյումրեցի, եւ գաղափարը որն էր, որ ոչ միայն դու ստեղծում ես ազատ տնտեսական գոտի, այլ նաև հիմնական ներդրողը Ռուսաստանի բիզնեսը պետք է լիներ, եւ Մայր Հայաստանի ներկայացուցիչները շատ անկեղծ բաց այս ամեն ինչի մասին խոսում էին։ Փաստորեն ստացվել է մի իրավիճակ, որ իշխանությունները իրենց Եվրաքվեի հետ մեկտեղ մերժվել են հասարակության կողմից, իրենք հնարավորություն չեն ունեցել ձևավորել իշխանություն, իսկ այն ուժերը, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը եւ կարող են ձևավորել իշխանություն, այդ ուժերից առնվազն երկուսը ասում են հետեւյալի մասին, որ աշխարհաքաղաքական շրջադարձներ Հայաստանին անհրաժեշտ չեն եւ քաղաքացիները սատարում են այս մոտեցումը։ Այստեղ եւս մի կարևոր արձանագրում պետք է անել։ Մենք քանիցս արդեն ասել ենք, որ ընդդիմության մեջ դիրքավորված կան որոշակի ուժեր, որոնք իրենց ներկայացնում են, որ ընդդիմություն են, բայց իրականում գլոբալ առումով իրենք ինչպես Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական ծրագրերի աջակցություն փնտրում են արևմուտքում, բայց շատ դեպքերում մենք նաև ասել ենք, որ գրեթե միշտ, երբ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ գործընթաց ներկայացնել արևմտամետության քողի ներքո, դրա ետևում Թուրքիան է։ Հիմա այդ քաղաքական ուժերը պետք է հասկանան հետևյալը, որ գյումրեցիները իրենց հստակ քվեով, փարաքյարցիները իրենց հստակ քվեով ցույց տվեցին, որ այդ փորձերը փնտրել աջակցություն Եվրոմիությունում, արևմուտքում, սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար այդ փորձերը տապալվելու են։ Ինչքան էլ քննադատում են ժողովրդին, ինչ բացասական գնահատականներ էլ չեն տալիս, բայց փաստը մնում է փաստ։ Քաղաքացիները իրենց ընտրությունով հաստատեցին, որ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների իրենց մենտալ քարտեզը համապատասխանում է գետնի վրա եղած քարտեզին, այսինքն շատ-շատերը պատրանքներ չունեն, շատ լավ հասկանում են, թե մենք ինչ տարածաշրջանում ենք, մեր հարևանները ովքեր են, ով կարող է մեզ օգնել, թեկուզ եւ իր շահելից ելնելով, ու այստեղ կարևոր է, որ քաղաքական գործիչները, քաղաքական վերնախավը ճիշտ հետևություններ անեն այս ամենից, բայց մյուս կողմից էլ, երբ որ այս տեսակ գնահատականներ են հնչում, բայց դու տեսնում ես, որ արդեն 2-2.5 օր է Գյումրիում ոմանք չեն կարողանում նույնիսկ կողմնորոշվել, իրենք ավելի շատ սիրում են Գյումրին, Հայաստանը եւ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի օր առաջ Գյումրին եւ Հայաստանը ազատվեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունից, թե իրենք ավելի շատ հակված են անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունը շարունակի մնալ ԿՊ-ի մոտ ուղիղ այնքան ժամանակ, մինչև իրենք չունենան շանս վերցնելու այդ իշխանությունը, թեպետ այդ շանսը իրենք ամենայն հավանականությամբ երբեք էլ չեն ունենալու։ Մտածեք այդ մասին։